Այո Տարոն, համացանցն ամեն ինչ հիշում է, ինչպես ասում են։ Հիշենք 2022 թվականի ողբերգությունը։ Փաշինյանի ավտոշարացությունը վրա երթի է ենթարկում հղի կնոջը։ Ինչ է անում Չախոյանը։ Փորձում է մեղքը վարչապետից գցել, տարածում է կեղծ լուրեր, մանիպուլացնում է փաստերը, մեղադրում է զոհին։ Միգուցե Փաշինյանը մեղավոր ճանաչվեր միայն այն դեպքում, եթե նա Վիսոցկու կամ Զենֆիրայի երաժշտությունը լսելով հարվածեր այդ հղի կնոջը իր հեծանիվով։ Հենց այդ ժամանակահատվածում ծնվեց սերը նաև Ֆեյքերի ու Տիգրան Ավինյանի հանդեպ, որը վերածվեց արդյունավետ համագործակցության։ Տեսեք ինչպիսին էին 2018 թվականի գրառումները։ Ոչ ոք իրականում չի կարճում իշխանությունից կամ չի ամրապնդում այն։ Արդյոք ինչ-որ բան փոխվել է այդ ժամանակվանից։ Ավինյանի հետ բարեկամությունը մեր հերոսին բերեց պաշտոնական աշխատանք եւ Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի գնում, որպես 4 սեփականատեր։ Իշխանության համար շատ կարևոր էր դարձել տեղեկատվության տիրապետումն ու վերահսկումը Տելեգրամում եւ Facebook-ում։ Զավեշտալի է, թե ինչ ճանապարհ է անցել ալիքը Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի հայ ուսանողից մինչև Հայաստանի գլխավոր ակնհայտորեն ուկրաինամետ մոտեցմամբ քարոզչի հետ։